նախորդ նիստի ժամանակ միջնորդությունը ներկայացվեց, սակայն դրա պատասխանը որոշումը չստացանք, ցանկալի կլիներ այս անգամ ստանալ։ Հիշեցնեմ, ուրեմն միջնորդությունը ներկայացված էր, որ քանի որ բոլոր գործողությունները այսօրվա իշխանության կոչված համակարգի կողմից ապօրինի են, անօրինական են, ուստի կասեցնել նրանց գործունեությունը եւ մինչեւ դատական նիստի քննության որոշման ավարտը որևիցե գործունեություն արգելել։ Բացի դա, ուրեմն որպես պատասխանող կողմ միջնորդում եմ, որ ներկայացվի Սերժ Սարգսյանը, Ռոբիկ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նաև Փաշինյանը, քանի որ բոլոր պայմանագրերը կայացվել են, ստորագրվել են նրանց կողմից։ Երկու միջնորդություն ըստ էության փաստացի։ Գործ ունենք իրական գործի հարցում մերժելու իրավաչափության հարցի հետ կապված վարույթի հետ եւ արդյոք ձեր միջնորդությունը բխում է սույն վարույթի քննության համար սահմանված ակտուալ իրավական բարձրակարգերից եւ արդյոք այդ մեխանիզմները վերաբերելի են այս վարույթին։ Իհարկե հասկացա։ Եվ նաեւ քննել հումտալ կոնկրետ իրավական կարգավորումներին, հոդվածներին, ինչով է դուք ղեկավարում, որ նաեւ դասենք մյուս կողմից։ Հասկացա։ Ուրեմն մենք այսօր քննարկում ենք քրեական գործը ըստ էության չի հարուցվել, բայց որևէ հիմնավորում չի ներկայացված։ Ես պահանջել եմ նաև դատական նիստի ընթացքում դատախազության ԱԱԾ-ին, որ ներկայացվի քարտեզներ, որոնք հիմնավոր են, նրանց մերժման հիմքեր են։ Քանի որ իմ միջնորդությունները բերում են պատասխանող կողմին, այսինքն այն հանցագործ կազմին, որոնք ազգի պետության դեմ կատարել են հանցագործություն, ուստի նրանց որպես նաև ներգրավելով դատական քննությանը, մենք բացահայտում ենք ազգի պետության դեմ կատարված հանցագործությունը, իսկ ես չեմ կարծում անգամ դատախազությունը, որ պաշտպանում է պարտավոր է պաշտպանել պետության շահերը, այդ թվում նաև ազգային անվտանգությունը, դեմ կլինի, որ հանցագործություն կատարած ազգի պետության դեմ պետական դավաճանություն կատարած անձերին որպես վկա, որպես պատասխանող ներգրավել նշված դատական նիստի։ Ես հասկացած եմ, բայց սակայն սա առանձնահատուկ ես այդտեղ ուրիշ բանի մասին եմ խոսում։ Ես ուզում եմ ինձ պարզաբանեք եւ հաջորդը ըստ էության արդյոք ես կարող եմ օրենքից շեղվել եւ օրենքից դուրս լուծումներ տալ։ Եթե այո, ձեր դիրքորոշումը հասկանալի է։ Եթե ոչ, խնդրում եմ ինձ ասեք այն օրենքով նախատեսված իրավակարգավորումները, որով ես պետք է առաջ գնամ։ Լավ, ես հիմնավոր եմ։ Օրենքով սահմանված կարգը հիմնավորում այն գործողությունները, որը ըստ էության դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչական եւ այլն, որոնք իրավաց պարտավոր են իրականացնել այն գործառույթները, որ սահմանված է օրենքով, որին դուք հղում կատարեցիք, ապա քրեական դատավարության 171 հոդվածով հստակ ասում է. հանցագործության մասին հայտարարություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է, կայացվում է հետևյալ որոշումներից մեկը. քրգործ հարուցելու մասին, քրգործ հարուցելը մերժելու մասին, հաղորդումը ենթակայության ուղարկելու մասին։ 4-րդ տարբերակ չկա։ Որոշման ոչ թե տեղեկանքով, սակայն ես որևիցե որոշում չեմ ստացել։ Խոսում ենք օրենքից, խնդիր չկա, ներկայացնենք օրենքը։ Պահանջները, որոնք ամրագրված են եւ պարտադիր են կիրառելիության համար։ Հիմա կա որոշում քրգործ հարուցելը մերժելու մասին, այդ 3 որոշումներից որևիցե մեկը կա։ Հարցադրումն էլ հենց դրանով էլ մղում եմ եւ ներկայացնում եմ։ Եթե կա օրենք։ Բացասած հարցը ըստ էության դատարանի դաշնական լուծման խնդրի հարցը։ Հիմա դուք ձեր միջնորդության դրանքներում ես ասում եմ, եթե ձեր միջնորդությունը, ձեր միջնորդության իրավական հիմքերը ասել։ Ես իրավական հիմքերը Ես այլ ընթացակարգ չեմ ասում։ Հարուցումը մերժելու, հարուցելու կամ ըստ ենթակայության ուղարկելու որոշում չկա։ Եթե չկա հարուցումը մերժելու, ըստ ենթակայության ուղարկելու կամ հարուցելու մասին որոշում, դա նշանակում է, որ ձեր նշած սուբյեկտներին պետք է կանչեն դատան, նման բան կարող է օրենքում գրված։ Հիմա ես նորից եմ ասում, ես դուք հղում արեցիք օրենքի վրա, ես նույն օրենքը բարձրաձայնում եմ,
ներկայացնում եմ նաև ձեզ, օրենքի խախտումը, այսինքն իրավասու պարտավոր, պարտադիր լինելու հանգամանքները, որը չի կիրառվել, չի իրականացվել, գործառույթը չի իրականացվել օրենքի դրույթի, մենք չպիտի պահանջենք, որ օրենքի դրույթը կիրառվի, իրականացվի, հարց եմ տալիս։ Հարցը բարձրացել եք դատարանի առաջ։ Բա դատարանի առաջ, որովհետև մենք այսօր իմ հետ զուգահեռ եմ խոսում։ Հարցը բարձրացել եք վերաքննիչ կողմով, որին վերաբերյալ քննություն է կատարվում եւ որի արդյունքում վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում։ Իմ հարցը վերաբերում է ոչ թե կողմով որոշում կայացնելու, այլ ասացիք միջնորդում եք, այս անձանց ներգրավեք պատասխանով։ Վերկա, ես ասում եմ, ինչ իրավական հիմքով եք դուք առաջնորդվում։ Ասեք եք իրավական հիմքերը։ Իրավական հասկացա։ Դուք ասում եք, որ պետք է քրեական գործ հարուցվել, մերժվել կամ ուղարկվելս ենթակայության։ Իմ հարցը ուրիշ է, ոչ թե ես ասում եմ արդյոք պետք է հարուցվել, արդյոք պետք է մերժվել կամ արդյոք պետք է ուղարկվելս ենթակայության։ Հարցս հետևյալն է, դուք եթե միջնորդում եք այդ անձանց ներգրավել, ինչ իրավական ակտով եք ղեկավարվում, ինչ իրավական ակտ է դա, ինչ օրենք է եւ ինչ հոդվածով է նախատեսված։ Ձեր միջնորդությունը դիտքում ընկած փաստարկները եւ իրավական լրագրողները ինչով է կառուցում ըստ էության իմ հարցը։ Մենք այսօր քննում ենք նշված գործի շրջանակներում, ճիշտ է։ Հիմա նշված գործի շրջանակներում քրեական դատավարության 171 հոդվածը նորից եմ հղում անում։ Էլ հղում չանեմ 175 հոդվածին, որ առիթների հիմքերի առկայության դեպքում հետաքննության մարմին, քննիչ նախագահ, քննիչ դատախազ պարտավոր են հարուցել քրեական գործ։ Հաղորդումը տված է 171 հոդվածով հստակ տալիս է, որ հաղորդումը ստանալու յուրաքանչյուր դեպքում կայացվում է հետևյալ որոշումներից մեկը գործառույցելը մերժելու հաղորդումը ենթակայության ուղարկելու մասին։ Հիմա փաստացի դատախազությունը ԱԱԾ-ն պարտակում թաքցնում են, քողարկում են հանցակից մասնակից լինելով բոլոր հանցագործություններին։ Հիմա դուք նշված հանգամանքը չեք ուզում բացահայտեք, այսինքն քննության առարկա դարձնելով մենք չենք ցանկանում պետության ազգի դեմ կատարված հանցագործներին ի հայտ բերել եւ փաստերը, որոնք փաստացի այսօր պարտակվում թաքցվում են, ի հայտ բերելով պատասխանատվության պատժի ենթարկենք, քանի որ այսօր մենք ունենք բազմաթիվ հազարավոր զոհեր, ունենք բազմաթիվ հաշմանդամություն ստացած անձնավորություններ, որոնք որպես վարձկաններ տարվել են ըստ այսօրվա իշխանություն կոչվածի, որոնք հանդիսանում են պետական դավաճաններ, մեր տարածքները վաճառելու եւ մեր ոսկեսերուցքին զոհաբերելու եւ նորից տարածքները վաճառելու։ Այսինքն, տեսեք ինչ է ստացվում։ Եթե մենք այսօր այդ քննության առարկան չենք դարձնում եւ դատախազությունն ու ԱԱԾ-ն ասում են, որ որևիցե փոփոխության ենթակա որևիցե գործողություն չի կատարվել, ես ներկայացրեցի նախկին դատական նիստի ընթացքում փաստեր, որոնք հստակ ասում են, որ փոփոխություններ կատարվել են։ Փոփոխություններ կատարվել են եւ այսօր եւս կատարվում է, քանի որ 1995 թվականի ամրագրված նոյեմբերի 7-ով միջազգայինորեն ճանաչված սահմանները նորից խախտվում են ի վնաս մեր պետության, մեր ազգի։ Հիմա փաստացի դատարանը եւս հանցագործությունը, պետության դեմ կատարված հանցագործությունները պարտակում թաքցնում է, այսինքն քննության առարկա չի ուզում դարձնել։ Ես դատարան եմ, ցանկացած դատական համակարգ։ Ես նորից եմ ասում, եթե այսօր մենք որևիցե գործողություն չենք կատարելու, բացահայտելու, ի հայտ բերելու հանցագործներին, պետության դավաճաններին, ապա ստացվում է, որ պարտակվում թաքցվում է։ Լավ, խնդրեմ նստեք, խնդրեմ վերադրանք կոմիսիոներների իշխանության կապված դիրքորոշում անձնական։ Դովանդակային ամբողջությունը չեմ ալազարում, քանի որ այդ միջնորդությունը ըստ էության չի բխում պարտադատավարական կարգավորումներից եւ առհասարակ որևէ առնչություն չունի այսօրվա դատական նիստում ստուգման երկրատու բավականից։ Թողն ըստ էության առանցքայնության։ Լավ, ձեր դիրքորոշումը։ Լավ։ Դրա դեպքում բացասած հարցի հետ կապված դատարանը հետևել դիրքորոշումը։ Քանի որ մենք ունենք իրադարձական համապատասխան մեխանիզմներ դիմողի բացասած հարցի ըստ էության անդրադառնալու եւ միևնույն ժամանակ դիմողի բացասած հարցը ըստ էության հանդիսանում է ուղղակի կամ անուղղակի առնչվում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների փաստարկներին, ընդհանրակարգային առումով
որևէ գործընթաց կատարելու իրավական հիմքեր չկան այդ մասով ներդրում է, եւ մյուս մասով ինչքան որ վերաբերում կլինի բողոքի հիմքերի հիմնավորումներին, դատականադառնալ համապատասխանաբար դատական ակտի շրջանակներում վերականգնի բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմանումը։ Եթե ավելացնելու այդ բան ունենք, հարգելի դիմոք, լսենք ձեզ, նոր լսենք մյուս կողմից ինչ որ։ Ուրեմն ես նաև անդր ես միջնորդություն էի ներկայացրել, որ կասեցնել նաև այսօրվա իշխանություն կոչվածի գործունեությունը, քանի որ նրա իսկ գլխավորության մասնակցությամբ այսօր ծախվում են մեր տարածքները եւ զոհաբերվում են մեր ոսկե սերուցքը։ Այսինքն այստեղ կատարվում է ցեղասպանության ծրագիր, համե։ Վերաբերվում էր ամբողջ, որը որ դուք լսեցիք։ Չէ, ես երկու միջնորդություն ներկայացրեցի, նախ մեկը որպես պատասխանող կողմ ներգրավել Սերժիկ Սարգսյանին, Ռաուֆ Սեյիդօղլուն ինքը Ռոբիկ Քոչարյանին, Խալիրով Լենդրոշին ինքը Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես բարձրանում եմ ու ասեմ առաջ։ Դատարանը արդեն ստացանագետեց, որ ձեր դեշած միջնորդությունները համապատասխան պետական իշխանության մարմինների գործունեությունը կասեցնելու մեխանիզմ ընդհանրապես եւ մասնավորապես սույն վարույթով չկա։ Գիտադատաբարական օրենսդրությունը նման գործիքակաս, նման մեխանիզմ չի տալիս։ Իսկ դրա բովանդակային գնահատականը, որը նաեւ դուք անցած դատական նիստին նաեւ ձեր բողոքի հիմքերի շրջանակներում ներկայացրեցիք, դա արդեն բովանդակային գնահատական դատական ակտով լուծում է։ Իսկ այդ գործընթացը իրականացնելու մեխանիզմ չլինելու եւ նման իրավական ընթացակարգեր, մեխանիզմներ, կառուցակարգեր եւ հիմքեր օրենքը չի նախատեսում։ Հետևաբար ձեր միջնորդությունը բավարար իրավաչափ մեխանիզմներ չկա այդ տեսանկյունից։ Ես ասացի եւ մեկ անգամ ձեզ բարձրացրի, հիմա կշտում եմ հարցը, արգելի դիմող դուք բողոքի հիմքերի հիմնավորումների հետ կապված, եթե հիշում եք, ես նախորդ անգամ հարցադրումներ էի բարձրացրել, ու եթե այդ հարցադրումների շրջանակներում ավելացնելու բան ունեք, ես ցույց կլսեմ ըստ էության, նաև հաշվի առնելով միջնադատական վարչության նկատմամբ պետական դատական վերահսկողության տվյալ տեսակի ծավալը, շրջանակը, վերականգնության սահմանները, հարցադրումների հնչեցրել անցած անգամ, եւ եթե հարցադրումների շրջանակներում դատարանին ասելու բան կամ ավելացնելու բան ունեք, ցույց կլսեմ։ Նախ նորից անդրադարձեմ կատարում միջնորդությանը, քանի որ ես դրա պատասխանը չստացա, որովհետև ես առարկում եմ ձեր ասածը եւ նաեւ կողմի այս դատախազության, որոնք պարտավոր են ԱԱԾ նաև, որոնք պարտավոր են իրականացնել պետության շահերի պաշտպանությունը, փաստացի որևիցե գործողություն նրանց կողմից հակառակը կատարվում է պետական դավաճանության հանցագործությունների պարտակման process։ Հետո որ դուք հղում եք անում օրենքին, այդ նույն օրենքի պատասխանը մենք չստացանք քրեական դատավարության 171 հոդվածի։ Որոշում կա քրեական դատավարության 171 հոդվածի պահանջների, որով ամրագրված է հանցագործության մասին հայտարարություն ստանալու յուրաքանչյուր դեպքում կայացվում է ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը։ Իսկ որոշումը բաղկացած է 4 հատվածից՝ ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ վերջում եզրակացություն։ Որևիցե որոշում կա դատական նիստին, դատական քննությանը ներկայացված է կողմերի կողմից։ Ինչի դեմ, որ կատարված ազգի պետության դեմ դավաճանություն, ցեղասպանություն։ Դատական նիստում քննվել է նախորդ անգամ հրապարակում Սիմոնյանի 2021 թվականի հոկտեմբերի 12-ի բողոքը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի առաջին բաժնի պետ Մարտիկյանի իրական գործ հարցերը մերժելու մասին 2021 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ եւ գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունը միջդատական վարչությունականության նկատմամբ հսկողության հարցան պետի պաշտոնակատար Գերունյանի բողոքը մերժելու մասին 21 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման դեմ բողոք է։ Ես դատական ակտի դեմ, որը որ մերժվել է։ Դուք ներկայացել եք վերաքննիչ բողոք։ Հիմա քննում ենք ձեր վերաքննիչ բողոքը։ Իսկ ինչ վերաբերում է մյուս գործընթացներին, դատարանի գործողությունների հետ անհամաձայնությանը, ըստ էության այդ մասով կարող եք այսպես կոչված իրավական առումով բողոքարկել։ Եթե ըստ էության լուծող դատական ակտի հետ դուք անհամաձայն լինեք, կարող եք նաև այս փաստարկը բողոքարկել, հետևաբար Դե այս ակտը չեմ ստացել, հարգելի դատարան, ուստի
Ահա, հասկացանք։ Ուստի հիմա բողոքարկելու եթե առարկա չկա, ինչ է բողոքարկենք կամ ինչի մասին ենք խոսում։ Եթե ես այդ որոշումը այսօր չեմ ստացել, այս պահին չեմ ստացել եւ բողոքարկման որևիցե հնարավորություն չունեմ, ինչի մասին է խոսքը։ Դրա համար ես ասացի ուշացած բողոքարկման Ահա։ հնարավորությունը ըստ էության կայացված դատական ակտով կարող է ընթացել դաշտային որոշումների հետ կապված ձեր համաձայն։ Ես որոշումը կարող եմ ստանալ միջնորդությունների բողոք։ Արդեն իսկ կայացեցի որոշումը արձանագրվեց, դա արձանագրային որոշում է։ Որոշումը կարող ստանալ դատականիստի ավարտից հետո դատականիստի ձայնագրերի կրիչը եւ Չէ, իսկ որոշումը որոշման տեսքով, մերժման, որովհետեւ դատանը որոշում չի կայացել եւ կայացել է արձանագրային որոշում։ արձանագրեն, այսինքն ես արձանագրությունը պետք է բողոքարկեմ։ Ես դες պարզաբանեցի կրկին այլևս պարզաբանման անհրաժեշտություն չեմ տեսնում եւ ըստ էության նաեւ ոզուկը կարդալ 313-րդ հոդվածը կիրառելի իրավակարգավորման ձև, որով հարցին պատասխաններ ունենալ։ Հիմա ավելացնելու այլ բան ունեք։ Հիմա խոսքը իհարկե ավելացնելու ունենք բնական է քննության առարկա էլ պետք է դարձնենք, քանի որ այսօր որոշվում է մեր ազգի, մեր պետության խնդիրը։ Հետո, տեսեք դուք անդրադարձ կատարեցիք օրենքներին, գրված օրենքներին։ Այդ գրված օրենքները ում կողմից են գրված եւ արդյոք գրող օրենքները, որը պարտադրված է, դրա իրավասությունը, լիազորությունը ունեն։ Արեք հիմա այլ անդր, որովհետև գլխավոր հանգամանքը այսօր իրավասուբյեկտությունն է, որովհետև եթե դու իրավասուբյեկտություն չունես, իրավասություն չունես, լիազորություն չունես, ապա դու որևիցե օրենք էլ իրավունք չունես գրելու ու պարտադրելու, որովհետև այսօր մենք հանդիսանում ենք ըստ միջազգային կոչված հանգամանքների, ներկայացումների, ինչպես նաև կատարողների միջազգային իրավունքի սուբյեկտ, բայց ում կողմից հաստատված։ Հարց. Ում կողմից հաստատված որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ ՄԱԿ-ի կողմից։ ՄԱԿ-ը հասարակական կառույց է, իսկ հասարակական կառույցը ինչ իրավասություն լիազորություն ունի, որևիցե պարտադրանք կիրառելու։ Մյուս հանգամանքը պետությունը, որը հանդիսանում է հասարակական կառույցի անդամ, այսինքն հանդիսանում է հասարակական կառույցի անդամ, այսինքն որևիցե լիազորություն իրավասություն չունի, որևիցե եւս պարտադրանք կիրառելու։ Այդ դեպքում հարց է առաջանում, բայց համակարգերը ինչ են, ոչ թե ով, այլ ինչ են, եթե ոչ հասարակական կառույցի անդամ, եւ արդյոք նրանք լիազորություն իրավասություն ունեն, իրավասուբյեկտություն ունեն, որևիցե օրենք գրելու, որևիցե մեկին որևիցե բան պարտադրելու։ Կոնկրետ, եթե դրա իրավասությունը, լիազորությունը չունեն, ապա որևիցե օրենք իրավական առումով ոչինչ է։ Դե թող պատասխանեն նաև դատախազությունն ԱԱԾ կոչվածը։ Այսօր որը պետք է պաշտպանի ազգի պետության շահերը, այլ ոչ թե ինչ որ հասարակական կառույցի իրավասուբյեկտությունը, որը որևիցե առումով իրավական կարգավիճակ չունի, իրավասուբյեկտություն չունի եւ որևիցե լիազորություն չունի, որևիցե բան պարտադրելու։ Արեք դե քննարկենք այս հարցը։ Որովհետեւ եթե Ավարտեցի։ իհարկե Կարող Քննել հաջորդ դատական որոշումը բողոքի կապակցությամբ եւ բողոքի հիմքերի հիմնավորումների շրջանակներում նաեւ բացատրված հարցեր։ Հաջորդ դատարան կերպում է ներկայացված բողոքը ակնհայտ անհիմն եւ ենթակայունացման, հետեւյալ պատճառաբանությամբ նախ պետք է հաստատենք, որ քննիչի կողմից հացակարգերի պահպանման կայացվել է հանցադեպի բացակայության հիմնավորման քրեական գործառույթը մերժելու մասին որոշում, այդ որոշումը ուղարկվել է հանցագործության մասին հաղորդել ներկայացրած անձին, այն փաստարկել, որ այդ որոշումը բողոքաբեր կողմը չի ստացել ըստ էության, չեն համապատասխանում իրականության հաշվի առնելով է հանգամանքը, որ այդ որոշումը նախ բողոքարկվել է արտադատական կարգով, վերադարձ դատախազի կողմից որոշում է կայացվել ներկայացված բողոքը մերժելու մասին, այնուհետև բողոքը, այնուհետև նշված որոշումը բողոքարկվել է նաև դատական կարգով եւ առաջին ակցիայի ընդհանրավայրության դատարանը քննարկել եւ լուծել է ներկայացված բողոքը մերժելով այն։ Դեպքում է որ հարգելի դատարան, ինչպես քննիչի կողմից կայացված որոշմամբ, այնպես էլ այդ որոշմամբ ներկայացված հանգամանքները հաստատ
վաստական հանգամանքները ստեղծան շարադրված են նշված որոշումներում, որոնք վերստին կրկնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Գտնում եմ, որ տվյալ բողոքի ենթակա նույնպես պաշտպանական լրացուցիչ հարցեր ունեն։ Ունեն լրացուցիչ հարցեր, տեսեք, հարցերից կնչեցն է, համապատասխան վերադրանքի կոմիսիաները կարող են որոշել եւ պատասխանել։ Տեսեք, մի շարք հարցեր է բարձրացրած բողոքում, օրինակ, հա, 30 տարի Հայաստանի զինտեխնիկան տարել են Ադրբեջան նվիրաբերել Թուրքիա։ Այ ես ուզում եմ հասկանալ, այս մասով ինչ է դեպության հանգել կարող իրականացնում մարմինը։ Անձը հարցը, կողմը հարց է բարձրացվել, եւ եթե սա այսպես լինի, արդյոք սա հանցագործություն է թե չէ։ Որտեղ է բացասած հարցը։ Վերաքննիչ բողոքի մեջ, իսկ 8-9-րդ կետը։ Ըստեյության հաղորդումը վերաբերել է որոշում է գրանցվել գրական գործունեությունը մերժելու մասին հաղորդումում, դա եղել է պալաստել թուրքերի միջևում կապված։ Միայն դեպքի հանգամանքների շրջան։ Այսինքն մյուս հանգամանքները հաղորդումը չի եղել։ Չի եղել հաղորդման մեջ նշված, որ սահմանների փոփոխությանն է վերաբերել հաղորդումը, ինչի կապակցությամբ գծեր են նախապատրաստել եւ որոշում են կայացրել։ Այսինքն դուք ձեր պատասխանով կանխեցիք իմ մի շարք հարցեր, որ ես բողոքից ելնելով պետք է հատատ հնչեցնեի, ձեր ինչ որոշումը հասկանալի է, կարող եք ասել։ Կողմերը ավելացնողանում են։ Ուրեմն այո, ուրեմն պատասխանը չտվեց, երկու կողմն էլ, թե դատախազությունը, թե ԱԱԾ-ն չպատասխանեցին։ Միջազգային իրավունքի սուբյեկտ կոչված հասարակական կառույց է։ Արդյոք դուք ձեր հարցը, որ ուղղեցիք կողմերին, պատասխանող դատախազության եւ ԱԱԾ-ին, նրանք որևիցե պատասխան չտվեցին, որ անդամակցելով, միջազգային ստատուս ստանալով, միջազգային իրավունքի սուբյեկտ կարգավիճակ ստանալով Հայաստան կոչվածը, արդյոք հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետություն, որը հանդիսանում է հասարակական կառույց, եւ նրան անդամակցողը նույն հասարակական կառույցի կարգավիճակը չի ստանում եւ որևիցե իրավասուբյեկտություն, լիազորություն իրավասություն չունի, որևիցե կողմը դրա պատասխանը չտվեցին։ Պատասխանը, խնդրում եմ պատասխանը տալ, եթե ՄԱԿ-ը հանդիսանում է, եթե չէ, կոնկրետ ՄԱԿ-ը հանդիսանում է հասարակական կառույց եւ նրան անդամակցողը նույնպես հանդիսանում է հասարակական կառույցի անդամ ոչ հասարակական կառույց։ Այսինքն այդ դեպքում ո՞նց կարող է հասարակական կառույցը օրենքներ գրել, համակարգեր ձևավորել, բանակցություններ տանել պետության անունից, այն դեպքում, որ նրա իրավասուբյեկտությունը չունի։ Կոնկրետ թող պատասխանը տան, որ այսը պատասխան մենք չստացանք։ Դա պարզապես կոց-կոց է, կոց։ Համար հստակեցնել ու կապել բողոքի հիմքերի հիմնավորումների։ Իհարկե, ես կա։ Որպեսզի նաև ես էլ հասկանամ լրացուցիչ հարցադրում բարձրացնելու։ Ներողություն, հարգելի դատարան, մի ավելացնելու, որովհետև տեսեք բանը, ԱԱԾ-ն եւ դատախազությունը ինչ ասեցին, ասում են, այն բանը մենք դրան չենք անդրադարձել, քանի որ առաջիացյանով եւ նաեւ մեզ պետական դավաճանության փաստը, որը ներկայացված էր նաեւ դատարանին, մենք դրան չենք, ինչի ես պետք է անդրադառնամ, որ դուք նոր միայն հիշեք կամ հասկանաք, որ դրա վերաբերյալ համապատասխան գործողություններ կատարեք։ Այսինքն դուք ձեր գործառույթները ինչու՞մն է կայանում, որպես ԱԱԾ, որպես դատախազություն։ Այսինքն ես մինչև կողքից ոնց որ ասած կոպիտ ասած չբզվի ասի, կատարված է հանցագործություն ու դրանից հետո նոր սկսեն նրանք զբաղվել դրանով, բայց ձեր գործառույթները ինչու՞մն է կայանում։ Ինչ ԱԱԾ, ինչ դատախազություն, հա, այդ դեպքում։ Բարի բուն իմաստով գնում է հանցակցություն, մասնակցություն նշված հանցագործություններին, պարտակման, քողարկման, հանցակից, մասնակից լինելով այդ բոլոր հանցագործություններին։ Ես պահանջում եմ նաև դատարանի կողմից համապատասխան ընթացակարգով նշված անձերի նկատմամբ
պատասխանատվության բաժի հարցը բարձրացնել, որովհետև այստեղ հնչեցվեց մի հանգամանք, որը որևիցե լիազորություն իրավասություն չունի, ոչ դատախազությունը, ոչ ԱԱՑ-ն, պարտակել թաքցնել, քողարկել, այլ ցանկացած հանգամանք ի հայտ բերելով, նա պարտավոր է դա քննության առարկա դարձնել, անկախ դատարանի որոշումից, որովհետև նրա պարտականության մեջ է դա մտնում։ Եվ խնդրում եմ, հարգելի դատարան, սա քննության առարկա դարձնենք եւ պատասխանեն իմ ներկայացված պահանջներին։ Եդ հանդիսանալով միջազգային իրավունքի սուբյեկտ կազմակերպության անդամ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը դառնալով հասարակական կառույցի անդամ, որևիցե լիազորություն իրավասություն ունի, որևիցե գործառույթ իրականացնելու պարտադրանքի տեսքով։ Լավ, դուք մի քանի հարց բարձրացրեցիք, որի վերաբերյալ ներքին պետք է ձեզ խնդրեմ իրավական մեխանիզմներ նախատեսեք եւ հայտնեք դատարանին կամ լուսավորեք դատարանին իրավական կառուցակարգի արտադրության մասով։ Այ արդյոք իմ քննության ծավալի մեջ է մտնում այնպիսի հարցեր, որոնք դուրս են նախապատրաստված նյութերի ծավալից։ Արդյոք ես կարող եմ անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնց վերաբերյալ հաղորդում չի եղել, նյութեր չեն նախապատրաստվել եւ մյուս տեսանկյունից եւ եթե ոչ հարցի պատասխանը հասկանալի է, եթե այո, ելի կհայտնեմ նշեք այն իրավական ակտը, որը դուք ղեկավարում եք նման դիրքորոշում արտահայտելուց, որպեսզի նաև ես հասկանամ։ Եվ մյուսը, այ ինչից եք տեսնում, որ ՄԱԿ-ը հասարակական կազմակերպություն է, արդյոք կանոնադրությունը ՄԱԿ-ի դրա մասին է խոսում, նկարում են դրա մասին, եւ ձեր հարցի հիմքը ընկած է, որ հաստատված փաստ է ներկայացնում, որ միավորված ազգերի կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է եւ նաեւ հարցը բխում է հենց այդ փաստից, ինչպես կարող է հասարակական կազմակերպության անդամը եւ մնացածը չկրկնել։ Այ արդյոք ձեր մոտեցումը ինչից է վերցրել, որ ՄԱԿ-ը հասարակական կազմակերպություն է։ Այս երկու հարցադրումները Ոչ միայն դրանց հասկացա։ Առաջինը ներողություն։ Ձեր բարձրացած հարցերը հնչեցնեմ մյուս կողմի համար թե չէ։ Նախ նորից դուք անդրադարձ կատարեցիք օրենքի պահանջին, ճիշտ է, որ այսինքն այն շրջանակը, որը ամրագրված է, Ես չեմ կարող օրենքին չանդրադառնալ։ օրենքով է գրեն, նորից ենք անդրադառնում, որովհետև ես գլխավոր Եվ իմ գործառույթը հենց օրենքի իրացումն է։ Ես չեմ կարող այս process-ը, որ ձեզ հարց եմ տալիս, որ ասում եմ մեկը կարող եք, մեկը չեք կարող, դրանք բոլորը պարտավորված են օրենքի շրջանակներում եւ դա իմ գործառույթն է օրենքի Կարելի է ընթերցենք մենք բողոքի հիմքերը նախ դա, հետո նորից եմ ասում, եթե ես ներկայացնում եմ օրենքի պահանջները, օրենքի պահանջների շրջանակներում եմ նաև պահանջները ներկայացնում կողմերին, պատասխանող կողմերին, դատախազությանը եւ ԱԱՑ-ին։ Ես պետք է անպայման նշեմ կատարված հանցագործությունների մասին, որ ԱԱՑ-ն կամ դատախազությունը հետույքները բարձրացնեն եւ զբաղվեն պետության ազգի դեմ կատարված հանցագործությունների։ Ես ստիպված եմ ձեզ ընդհատել եւ ձեր խոսքում ձեզ գոռդորել արտահայտությունների մեջ ենթադրյալ վիրավորակ պարունակող արտահայտություններ չնչեցնել, ես նաև սա էլի օրենքով եմ արտահայտում ձեզ գոռդորել եւ նաև ըստ էության այս պահին Նախ հասարակական հասկացած եմ, հասկացան, լավ, մի խոսքով կարճ համառոտ, միթե ես պետք է անդրադարձ կատարեմ ներկայացնեմ հանցագործությունները, որը տասնամյակներ շարունակ կատարվել է, որովհետև 1991 թվականի այսօր եւս հիմնավոր փաստացի կա, որ ԽՍՀՄ համակարգից մենք դուրս չենք եկել։ Եվ մենք այսօր հանդիսանում ենք ԽՍՀՄ անդամ պետություն, որովհետև Հայաստանի Հանրապետության կարգավիճակը եւ անվանումը եւս չի փոխվել։ Եվ նաեւ պրոմզդաշնի ակտեր չկան։ Պահանջված է։ Երկրորդ հանգամանքը միջազգայինի վերաբերյալ, որ ՄԱԿ-ը հանդիսանում է հասարակական կառույց։ Դե որևիցե հիմնավորում թող ներկայացնեն կողմերը, որ ՄԱԿ-ը հանդիսանում է իրավասուբյեկտ կազմակերպություն, ոչ թե հասարակական, եւ նրա լիազորություններն ու իրավասությունները պարտադրանքի տեսքով կիրառելի են պետությունների նկատմամբ։ Կոնկրետ փաստացի թող ներկայացվի։ Ավարտեցիք
Դե առաջի ձեր հարցադրումը, մյուս հարցադրմանը, քանի որ այդ ամենը բխում է իրավասուբյեկտությունից, եթե մենք անկախ պետություն ենք, չէ ըստ ներկայացվածի, ապա մենք որևիցե մեկից կախում պիտի չունենանք։ Տրանսպորտ, կապ, էներգո համակարգ, գործարաններ, ընդերք եւ այլն ումն են։ Պետությանն են, եթե պետությանն էր, եթե դուք համարում եք մենք պետություն ենք, ապա թող համապատասխան հիմքերը ներկայացնեն, որ ջուրը, տրանսպորտ, կապ, էներգո համակարգ, գործարաններ եւ այլն հանդիսանում են պետության սեփականությունը։ Ցույց տվեք։ Եթե չկա, ուրեմն որևիցե պետություն է չկա։ Փաստացի եմ, խնդրում եմ ներկայացրեք։ Ավարտեցիք։ Ես չեմ ավարտել, ես դեռևս սպասում եմ պատասխանին, որ իրենք ես հարցադրումը ներկայացրել եմ, հասկացա, արգելի դատարան, այսօր որոշվում է մեր ազգի, մեր պետության, լինելիության խնդիրը, ես նորից եմ բարձրաձայնում, քանի որ այդ ամենը կապված է իրավասուբյեկտությունից, այսինքն նրա լիազորություն, իրավասություն, կարգավիճակից, ապա նշված խնդրու առարկաները առաջնային պետք է քննության առարկա դարձվի, դա քննենք, որ կարողանանք նաև դատարանի, ինչպես նաև համակարգերի, նրանց գործողությունն ու գործառույթները Երկելու անհրաժեշտություն չկա, հիմա տեսեք, հասկացա։ ես լրացուցիչ արտահայտվելու հնարավորություն ձեռեցի, եւս մեկ անգամ լրացուցիչ արտահայտվելու հնարավորություն կձեռնեմ մյուս կողմ։ Դրա արդյունքում հարույթ հավաքում։ Դրա համար եմ ասում, միշտ հարցադրում անում, ավելացնելու բան ունեմ, հարգելի դատարան, էլի հնարավորություն տա արտահայտվելու։ Մեր քրեական դատավարության իրավունք կանգնի չի նախատեսում։ Դրա համար ես հիմա ասում եմ հնարավորություն տրված է, ինչ ունեք ասելու պետք է ասեք, որպեսզի մի հատ լրացուցիչ հնարավորություն արտահայտելու մյուս կողմին զենքերի մրցակցության հավասարությունն ապահովեք ու բարոյ հավաք։ Ես սա բացառացել ու տեխնիկապես էլ դուք կարողանաք ճիշտ ընդունել ձեր տանը։ Ես բոլորը ճիշտ ընկալում եմ, արգելի դատարան, այստեղ խնդիրը այլ բանի մեջ է, մենք իրար լավ հասկանում ենք, պարզապես այստեղ հարցեր կան, որոնք ինչ որ աթոռային տարբերակը խոչընդոտում է ամբողջությամբ հայտ բերելու քննության առարկա դարձնելու։ Ես նորից եմ ասում, քանի որ ամբողջ խնդրու առարկան կապված է իրավասուբյեկտությունից, ապա այդ իրավասուբյեկտության շրջանակները բացահայտելու եւ նրա կարգավիճակը որոշելուց հետո նոր մենք կարող ենք այդ դատաքննության process-ը շարունակել։ Եթե կարծում եմ դուք էլ ինձ ամբողջությամբ ընկալեցիք, հասկացաք եւ իմ իրավունքի ինչ է, իմ իրավունքի այն հանգամանքը, որը կազմված է պետության ազգի շահերը պաշտպանելու եւ նրա կարգավիճակը որոշելու, սա գլխավոր խնդիրն է։ Եթե մենք այդ կարգավիճակը այսօր չենք որոշում, ապա որևիցե որոշում, որևիցե համակարգի կողմից եւս ապօրինի անօրինական։ Ուստի ես նորից գլխավոր հարցերը դրեցի, խնդրում եմ ինձ այդ հարցերի շեղումը, այսինքն հարցերից չշեղել եւ պահանջենք կողմերին, պատասխանող կողմերին, որ նրանք կոնկրետ նշված հանգամանքները ներկայացնեն հիմնավոր տեսքով, որ հասարակական ՄԱԿ-ը հանդիսանում է հասարակական կառույց, թե ըստ նրանց հանդիսանում է մեկ այլ կառույց, որի մասին մենք տեղյակ չենք։ Փաստացի, մյուս հանգամանքը, եթե հանդիսանում է համակարգերը հանդիսանում են իրավասուբյեկտներ, ապա միթե ես պետք է անպայման հանցագործությունները մատնանշեմ, որ նրանք սկսեն դրանով զբաղվել։ Բան նրանց գործառույթները դեպքում ինչու՞մն է կայանում։ Կոնկրետ ես հարցեր եմ դնում, որովհետև նորից եմ ասում, այդ բոլոր հարցերը կապված են իմ անձի հետ չէ, ձեր անձի հետ չէ, այլ պետության, նաև ազգի խնդրու առարկաների հետ։